հետո մեղադրել է այս պայդրությամբ չի ներկայացվել, ինչ ունեք ես կապակցությամբ հայտնելու, արդեն ժամը 16:10 է, եթե ցանկանաք ևս էլի ընդմիջում հայտարեք, ուղղակի յուրաքանչյուրի կարծիք ես կապակցությամբ։ Եվ պաշտոնական և մեղադրանքի կողմի դիրքորոշումը։ Բնականաբար քանի դեռ չենք քննարկել ապրել սրբազան դիրքորոշումներ ունենք իր բացակայության դատական նիստեր անցկացնելու։ Իր բացակայությամբ բնականաբար չի կարող գործի քննությունը շարունակվել։ Մինչև մյուս դատական նիստը այս հիմնավորումներով միջնորդություն եմ ներկայացնելու դատանի խախտման միջոցով փոփոխելու աշխարհ առնելով, որ պետությունը չի ապահովում իր պարտականությունը, որպեսզի դատական նիստերը կայանան։ Ուրեմն դատավորության մասնակիցներ դատական նիստը կհետաձգվի այսօրվա, իսկ բացակայության պայմաններում նախապահ միջոցի հարցը չի քննարկվի առաջինը։ Երկրորդն էլ դատարանը արդեն իսկ դիրքորոշումը նախորդիվ հայտնել է, դուք այդ կապակցությամբ իրավունք ունեիք նաև կամ իրագործել եք ձեր իրավունքը, բողոքարկել դատական ակտը, իսկ նոր հանգամանք որպես այդպիսին առկա չէ, որպեսզի դատանը քննության առնի։ Եվ դատական նիստն էլ կհետաձգվի այսօրվա, իսկ ոստիկանապետին դատանի կողմից գրություն կհասցագրվի, որպեսզի ոստիկանության, համայնքային ոստիկանության աշխատակիցների կողմից նման վերաբերմունք ուղղակի չդրսևորվի դատական նիստերին մեղադրյալներին տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալներին անարգի չներկայացնելու կամ ուշացումով ներկայացնելու, ինչի պատճառով, որ դատական նիստերը անարգի կարող են հետաձգվել։ Այսինքն գրություն կհասցագրվի, որպեսզի զերծ մնան վարկագիծ դրսևորելուց։ Օրը ժամներ յուրաքանչյուր 5 շաբթի օրը դատական նիստը նշանակված ժամը 3-ին, օրը ժամը անփոփոխ է, այսինքն հաջորդ դատական նիստը տեղի ունենալու ամսի 20-ին ժամը 15:00-ին ավարտված է այդ դատական նիստը։